Փոթորիկ էր, ուժեղ փոթորիկ, սրճարան կամրջի մոտ ցուցանակը կախվել էր, համարյա կիսապոկված վիճակում, անձրևը մաքրել էր նաև ներկի վերջին մնացորդները, ներսում թաց հագուստի, այրված շաքարի և հավերժական հոգնածության հոտ էր գալիս, որը Լառան կրում էր որպես պարտադիր միատեսակ աքսեսուար, նա երրորդ անգամ անընդմեջ փակեց հերթափոխը և թվում էր, թե Սեն-Դենի արվարձանների երկինքը որոշել է վերջապես վիճել երկրի հետ, անձրևը ոչ մի րոպե կանգ չէր առնում, Լառան 26 տարեկան մի աղջիկ, աշխատում էր մատուցողուհի, նրա աչքերի տակ գունատ շրջանակներ կային, նա մեխանիկորեն սրբեց դարակը, ձեռքերն ինքնուրույն շարժվեցին և մտքերը նորից վերադարձան իրենց տուն, այն տուն, որտեղ նա թողեց իր կրտսեր եղբորը, որի շնչառությունը վերջին ամիսներին շատ հաճախ վատանում էր, օգնություն խոստացող միջոցը դուրս էր իր բյուջեից, և հանրային ծառայությունները նախընտրում էին չապացուցված արդյունավետություն և չփոխհատուցվող արտահայտությունները, նրա կյանքը վաղուց վերածվել էր շարունակական վազքի, աշխատանք, տուն, բուժում, նորից աշխատանք, Լառան ստիպված, չունենալով այլ միջոցներ, կուտակել էր 3000 եվրո պարտք, եղբոր բուժման համար, սակայն գումարը չէր բավականացրել, և բուժումը մնացել էր կիսատ։ Լառա, դու նորից մտածում ես, բղավեց սրճարանի տերը, Մարտինը, իր հավերժական նյարդայնությամբ։ Լառան վեր թռավ, նա վախենում էր, որ չի կարողանա դիմանալ ևս մեկ ամիս, իսկ նրան օդի և ջրի պես գումար էր անհրաժեշտ։ Սրճարանի տերը զայրացած ասաց. 8-րդ սեղանը սպասում է մաքրության։ Հիմա գնում եմ, պատասխանեց նա կամացուկ։ Վերջին այցելուները հեռացան, թողնելով թաց կոշիկների կպչուն հետքեր և սեղանի վրա 2 մետաղադրամ։ Լառան դրանք թաքցրեց իր գրպանում, ինչպես ինչ-որ գաղտնի գավաթ և անջատեց լույսի կեսը։ Մարտինն արդեն քաշում էր վերարկուի ցեփը, պատրաստվելով դուրս գալ սրճարանից։ Դուրս գալուց առաջ նորից բղավեց. սրճարանը կփակես ինքդ, և մինչ փակելը կմաքրես նաև սուրճի մեքենան։ Լառան մնաց մենակ, մի աշխարհում, որը բաղկացած էր դղրդյուն անձրևից և հասուն անհանգստությունից։ Մոտ 22 ժամվա ընթացքում նա վերջապես կողպեց մուտքի դուռը և հոգնած ձեռքը մեկնեց դեպի իր նիհար բաճկոնը։ Նա դուրս եկավ դեպի նեղ ծառուղի, ձեռքերին ճմրթաց աղբի տոպրակներ։ Մի պահ կանգ առավ։ Շենքի անկյունում մի մարդ կանգնած էր փոքրիկ հովանոցի տակ, ծեր, սակայն ոչ այնքան տարիքով, որքան թվում էր։ Ծերունու բարակ վերարկուն թրջվել էր, հպել ուսերին, և թաց թելերի փնջերը դուրս էին մնացել գրպանից։ Նա ջղաձգորեն սեղմել էր ճամփորդական պայուսակը կրծքին, սակայն պայուսակն ընկավ և բացվեց։ Այնտեղից որոշ թերթեր թափվեցին գետնին։ Երբ ծերունին թեքվեց վերցնելու ընկած ճամպրուկը, ճամպրուկի կոտրված անիվը դուրս թռավ։ Որոշ թղթեր թափվել էին բացված կողային գրպանից։ Անձրևի ջրերով էին թաթախվել մուգ սավաններ և հին մի կաշվե նոթատետր։ Ծերունին փորձեց հավաքել դրանք, բայց փոթորիկը արդեն թրջված թղթերը քշեց և տարավ նրանից ահագին հեռու։ «Մի վայրկյան, թույլ տվեք», ասաց Լառան, շտապելով դեպի նա։ Նա նայեց նրան, պայծառ, զարմացած, կարծես երկար ժամանակ չէր տեսել, որ մարդիկ պարզապես կարող են գալ և օգնել։ «Շնորհակալ եմ, աղջիկս», կմկմաց ծերունին դժվարությամբ։ Անձրևը ուժեղացավ։ Լառան օգնեց հավաքել թղթերը, պահելով քամուց, հետո բարձրացրեց ճամպրուկը,
Կարծես դա մանկական խաղալիք լիներ, թեև նա պարկեշտորեն կշռում էր։ Ծերունին դողում էր, նրա ատամները գրեթե դղդղում էին։ Եվ Լառան հանկարծ մտածեց, որ այս մարդը հավանաբար շատ ժամեր է քայլել անձրևի տակ։ Որտեղ եք ապրում, նա հարցրեց։ Միգուցե տաքսի կանչեմ։ Ծերունին օրորեց գլուխը։ Չարժե, ես պարզապես պետք է ընդմիջեմ։ Լառայի աչքից չվրիպեցին ծերունու մատները, որոնք ցրտից կապտել էին։ Գնանք, ասաց նա, սրճարանը դեռ տաք է։ Ես չպետք է, բայց ոչ ոք չի իմանա։ Նա բացեց դուռը սև բանալիով և ծերունին դանդաղ ներս մտավ։ Լառան միացրեց միայն մեկ լամպ, փափուկ, դեղին լույսը պառկեց դատարկ սեղանների վրա, և պատուհանների հետևում մթությունն ու անձրևը ստեղծեցին լռության տարօրինակ, գրեթե անիրական զգացում։ Նա մի բաժակ տաք թեյ տվեց ծերունուն։ Ծերունին խմում էր փոքր կումերով, կարծես վախենում էր ինքն իրեն այրել, և վերջապես նա խոսեց. Դու շատ բարի աղջիկ ես։ Լառան ամաչելով հայացքը շեղեց։ Դա պարզապես նորմալ մարդկային վարքագիծ է, ասաց նա։ Ծերունին ժպտաց այնպես, կարծես վաղուց չէր լսել այս խոսքերը։ Նա ևս մեկ րոպե կանգնեց, հետո զգուշորեն վեր կացավ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Դու նույնիսկ չգիտես, թե որքան շնորհակալ եմ։ Նա հեռացավ անձրևի տակ այնքան հանկարծակի, որքան հանկարծակի հայտնվել էր։ Եվ դա կլիներ վերջը, եթե հաջորդ առավոտ սև լիմուզինը կանգ չառներ սրճարանում։ Դռները բացվեցին, և նույն մուգ կոստյումներով 4 տղամարդ դուրս եկան մեքենայից։ Բարձրահասակ, սանրված մազերով մտան սրճարան։ Նրանցից մեկը ասաց. Մեզ Լառա անունով աղջիկ է պետք։ Նա երեկ երեկոյան օգնել է մեկ մարդու։ Լառան քարացավ, ափսեն ձեռքին։ Ինչ է պատահել, նա հարցրեց հազիվ լսելի ձայնով։ Տղամարդը երկար, գնահատող հայացքով նայեց նրան։ Մենք ձեզ համար մի հարց ունենք, և հավանաբար առաջարկ։ Այդ պահին Լառան նկատեց, որ լիմուզինի մեջից ինչ-որ մեկի ուրվագիծը կամաց շրջեց գլուխը։ Լառան անշարժ կանգնած էր, ամուր սեղմելով ափսեն իր ձեռքերում։ Կարծես դա այդ պահին իր միակ հենարանն էր, որը թույլ չէր տալիս նրան վախից ընկնել։ Ցուցափեղկի ապակու միջով անձրևը տարածվում էր լայն առվակներով, պղտորելով փողոցի ուրվագծերը։ Բայց մուտքի դիմացի սև լիմուզինը չէր կարող լուծվել ցանկացած եղանակին։ Մեքենան չափազանց այլմոլորակային էր։ Փոքրիկ սրճարանի առաջ, կամրջի մոտ կայանած։ Մարտինը, Լառայի ղեկավարը, դուրս եկավ հետևի սենյակից։ Ձեռքին անձեռոցիկներ։ Նա քարացավ տեղում։ Ինչ մարդիկ են նրանք, ովքեր են։ Նա մրմնջաց, բայց ոչ ոք չգիտեր պատասխանը։ Սև կոստյումով 4 տղամարդիկ շեղում էին բոլորի ուշադրությունը։ Նրանց օծանելիքի բույրը տարածվել էր փոքր սրճարանում։ Չկար ագրեսիա կամ սպառնալիք, պարզապես բացարձակ վստահություն այստեղ լինելու իրավունքի նկատմամբ։ Լառան զգաց, որ ինչ-որ բան իր ներսում կծկվել է։ Կարծես շրջապատող օդը դարձել է ավելի խիտ, ավելի ծանր։ Մի բարձրահասակ տղամարդ, սանրված մազերով, մոտեցավ նրան։ Նրա աչքերը սառն էին, բայց ոչ զայրացած։ Պարզապես ուշադիր, սովոր ամեն ինչ նկատել։ Դուք Լառա Դյումոնն եք, նա հարցրեց հավասարապես, առանց նվազագույն ինտոնացիայի։ Լառան գլխով արեց։ Ինչ է պատահել։ Ինչ-որ բան է պատահել։ Տղամարդը մի հայացք փոխանակեց իր գործընկերների հետ։ Հետո
Գլուխը թեթևակի թեքեց, ցույց տալով, որ խոսակցությունը միայն նրանց միջև է լինելու։ Այն մարդը, ում դուք երեկ օգնել եք, ցանկանում է անձամբ շնորհակալություն հայտնել ձեզ։ Լարան թարթեց աչքերը։ Ծերունին, բայց նա գնացել է։ Ինչպե՞ս։ Տղամարդը թեթևակի ժպտաց, հազիվ նկատելի։ Հավատացեք ինձ, այս մարդը գտնում է բոլորին, ում ցանկանում է, եւ նա գտավ ձեզ։ Մարտինը մոտեցավ, հարմարեցնելով ակնոցը։ Լսեք, մենք այստեղ սրճարան ունենք, աշխատանքային ժամանակ, գուցե, բայց թիկնապահներից մեկը ձեռքը բարձրացրեց, ոչ թե սպառնալիքից, այլ ինչպես, եթե նա լռություն կխնդրի։ Մենք երկար ժամանակ չենք զբաղեցնի ձեր աշխատակցին։ Պարզապես խոսակցություն։ Լարան ակամայից նայեց Մարտինին, նա ուսերը թոթովեց։ Արա այնպես, ինչպես գիտես։ Նա ակնհայտորեն վախենում էր, բայց նույնիսկ ավելին, նա խնդիրներ չէր ուզում։ Լարան ձեռքերը սրբեց գոգնոցի վրա, փորձելով թաքցնել դողը, և զգուշորեն հեռացրեց այն։ Տղամարդը նրան մի հովանոց տվեց, թեև անձրևը նրանց համար խոչընդոտ չէր։ Երկուսն էլ արդեն մեծ, սև հովանոցներ էին բռնել, ծածկելով ճանապարհը։ Մեքենան մոտ էր, բայց յուրաքանչյուր քայլ ավելի երկար էր թվում, քան նախորդը։ Մեքենայի դռները բացվեցին առանց ձայնի։ Կարծես անտեսանելի մեխանիզմ է աշխատում։ Ներսում տաք էր։ Լամպի մեղմ լույսը լուսավորում էր ներքին պաստառագործությունը։ Նույն ծերունին նստած էր հետևի նստարանին, բայց հիմա նա ուրիշ էր։ Երեկ նա կարծես կորած, թուլացած, մշուշոտ անձրևի տեսք ուներ։ Իսկ հիմա մաքուր, արթուկված հագուստ, թանկարժեք մուգ անձրևանոց, կոկիկ հարդարված արծաթագույն մազեր։ Դեմքը դեռ նույնն է, կնճռոտված, բայց այլևս գունատ և դողուն չէր։ Նա նստած էր ուղիղ, վստահ, այն արժանապատիվ կեցվածքով, նման այնպիսիներին, ովքեր սովոր են հրամաններ տալ։ Բայց գլխավորը նրա աչքերն են։ Նրանք այլևս հոգնած չէին թվում։ Նրանց մեջ սուր, աշխույժ բան կար։ Ներս արի, Լարա, ասաց նա կամաց, բայց նրա ձայնը չհանդուրժեց առարկությունները։ Նա նստեց ծերունու կողքին, զգալով, որ իր սիրտը այնքան ուժեղ է բաբախում, որ թվում էր, թե դա լսելի է շրջապատի կողմից։ Ծերունին ձեռքերը դրեց ձեռնափայտի վրա, ոչ թե այն պատճառով, որ դրա կարիքն ուներ, այլ որպես սովորության խորհրդանիշ։ Ես շնորհակալ եմ քեզ, ասաց նա։ Շատ մարդիկ անցնում են ուրիշի անախորժությունների կողքով, բայց դու կանգ առար և օգնեցիր։ Լարան կարմրեց, թեև ներսի անհանգստությունը փոքր-ինչ անհետացավ։ Ես պարզապես օգնեցի։ Ծերունին շարունակեց. Իմ անունը Արմանդ Վայլենքուրդ է։ Անունը հնչում էր որպես ֆլեշ։ Լարան զգաց, որ նախկինում կարծես լսել է, բայց որտեղ։ Միգուցե դու անմիջապես չես իմանա, ասաց նա, նայելով աղջկա աչքերին, բայց իմ անունը հայտնվեց քո ծնվելուց առաջ, լուրերում։ Ես շատ բաներ արեցի, և նաև շատ սխալներ թույլ տվեցի։ Ծերունին խորը շունչ քաշեց, կարծես հիշելով մի անցյալ, որը չէր կարելի պարզ անվանել։ Երեկ ես մենակ էի, բացարձակապես մենակ, Լարա։ Ես դուրս եկա տնից, որովհետև ուզում էի անհետանալ։ Ես վստահ էի, որ դրա կարիքը շատ ունեմ։ Ինձ չէր գոհացնում ոչ ընտանիքը, ոչ մարդիկ, ոչ էլ այն գործը, որին նվիրել էի իմ կյանքը։ Լարան կարծես զգաց, որ իր մաշկի միջով ցուրտ է անցնում։ Երբ քամին տարավ իմ թղթերը, միայն դու օգնեցիր ինձ, չնայած, որ այնտեղ էլի մարդիկ կային և անտարբեր անցան։
Եվ ծերունին ժպտաց, նորից խոսելով. «Դու նույնիսկ չհարցրեցիր, թե ով եմ ես, դու ինձ բոմժի կամ բեռի պես չէիր նայում։ Դու միակ մարդն ես վերջին երկար տարիների ընթացքում, ով ինձ վերաբերվել է որպես մարդու, և դա ինչ-որ բան փոխեց»։ Լարան ամաչում էր, չիմանալով ինչ ասել։ Դա նույնպես հնչում էր վեհ, չափազանց դրամատիկ։ Նա չէր կարող հավատալ, որ իր պարզ գործողությունը նման արձագանք է առաջացրել։ Բայց ինչու՞, սկսեց նա։ Թույլ տուր ավարտեմ, ասաց ծերունին թեքվելով առաջ։ Եվ ոչ միայն երախտագիտությունը տեսանելի դարձավ նրա աշխարհում, այլ վճռականություն կար։ Ես մի առաջարկ ունեմ։ Առաջարկ, որը կարող է փրկել քո եղբոր կյանքը։ Լարան զարմացավ և կտրուկ օրորեց գլուխը։ Դուք գիտեք Լեոյի մասին։ Ծերունին թեթևակի ժպտաց։ Ես շատ ռեսուրսներ ունեմ, սիրելիս։ Մի անհանգստացեք, մենք ոչ մի անօրինական բան չենք արել։ Մենք պարզապես իմացանք այն մարդու մասին, ում շնորհիվ ես այս գիշեր ողջ եմ։ Լարայի աչքերին արցունքներ եկան, բայց նա արագ թարթեց, թաքցնելով թուլությունը։ Ինչ եք ուզում ինձանից։ Նա հանգիստ հարցրեց։ Արմանդը երկար հայացքով նայեց աղջկան։ Լարայի հայացքում շատ հարցականներ կային՝ հոգնածություն, հույս, վախ և այլ բաներ։ Ես ուզում եմ, որ դու օգնես ինձ, որպեսզի դու մոտ լինես, ոչ որպես բուժքույր կամ ծառայող։ Ես դրա համար մի ամբողջ բանակ ունեմ։ Ինձ պետք է մարդ, ով ինձ կնայի ճիշտ այնպես, ինչպես երեկ, պարզապես մատուցողուհի։ Ես չեմ հասկանում ձեր բիզնեսը։ Ահա թե ինչու, ընդհատեց նա։ Ինձ պետք է մեկը, ով խրված չէ ինտրիգների մեջ, ով ներգրավված չէ իշխանության, փողի և ժառանգության համար մարտերում, ով ոչ մի ճամբարի չի պատկանում։ Նա մոտեցավ։ Իմ անունը նորից կհայտնվի նորությունների մեջ, շատ շուտով, և ես ուզում եմ, որ ինչ-որ մեկը մոտ լինի, մաքուր, ոչ կոռումպացված, ոչ կոտրված, քեզ նման։ Լարան զգաց, որ ցուրտը անցել է իր մեջքով։ Բայց ինչու ես։ Ծերունին մի պահ փակեց իր աչքերը և խոսեց, որովհետև պատերազմը սկսվում է իմ շուրջը, և երեկ դու փրկեցիր մի մարդու, ով դեռ կարող է կանխել նրան։ Մեքենայի դուռը բացվեց, և ցուրտ օդը հոսեց անձրևի հետ։ Թիկնապահներից մեկը թեքվեց։ Պարոն Վայլենկուրտ, ժամանակն է։ Ծերունին գլխով արեց, բայց գնալուց առաջ նա կրկին դարձավ Լարային։ Այս գիշեր մտածիր իմ առաջարկի մասին, բայց նույնիսկ եթե հրաժարվես, քո եղբոր բուժումն արդեն վճարվել է։ Լարան քարացավ, չհավատալով ականջներին։ Ինչ։ Նա կամաց ասաց. լավը պետք է հետևանքներ ունենա։ Աշխարհում չափազանց շատ չարիք կա, և մինչ նա կհասցներ որևէ բան ասել, դուռը փակվեց, լիմուզինը սահուն շարժվեց, և 4 ուրվականներ լուծվեցին անձրևոտ փողոցի մեջ։ Լարան կանգնած էր տեղատարափի տակ, չզգալով ոչ ցուրտ, ոչ ջուր։ Միայն արյան ձանձրալի ձայնն էր ականջներում։ Նա չգիտեր, թե ինչ է կատարվում։ Նա չգիտեր, թե իրականում ով է Արմանդ Վայլենկուրտը։ Նա չգիտեր, թե ինչ պատերազմի մեջ է մտնում։ Բայց մի բան նա հաստատ գիտեր. նրա կյանքն այլևս երբեք նույնը չէր լինի։ Եվ ինչ որտեղ, շատ մոտ, տեսադաշտից այն կողմ, սև ամենագնացը շրջվեց դեպի պողոտա, թողնելով քաղաքի խորքերը, որտեղից սկսվեցին գաղտնիքները։ Լարան երկար ժամանակ կանգնեց անձրևի տակ, այն բանից հետո, երբ սև լիմուզինը անհետացավ անկյունում։
Անցորդները շտապեցին կողքով, ծածկելով իրենց դեմքերը հովանոցներով։ Մեքենաները կտրեցին ջրափոսերը, լապտերները ծածանվեցին ջրի մեջ, եւ նա պարզապես չէր կարող հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում իր հետ, փոքրիկ սրճարանի պարզ մատուցողուհու հետ։ Երբ նա վերջապես վերադարձավ ներս, Մարտինը ողջունեց նրան, հարցերով լի հայացքով, բայց ոչինչ չասաց։ Լառան պարզապես դուրս եկավ։ Ես պետք է շուտ հեռանամ, ներողություն եմ խնդրում, եւ նա գլխով արեց, չափազանց շփոթված, առարկելու համար։ Լառան այդ գիշեր գրեթե չքնեց։ Ծերունու ասած յուրաքանչյուր բառեր պտտվում էին նրա գլխում, կրկնվում էին, ինչպես արձագանքը։ Պատերազմ, ես քո կարիքն ունեմ, ես քո եղբոր բուժումը վճարում եմ։ Հաջորդ առավոտ նա Լեոյին ուղարկեց դպրոց, եւ ինքը գնաց հիվանդանոց։ Նրան դիմավորեց մի բուժքույր։ Ձեր եղբայրը ներառված է ծրագրի վճարման մեջ։ Ահա ստորագրությունը։ Նա բարձրացրեց թերթիկը։ Պարոն Վայլենկուրտ։ Լառայի սիրտը կարծես այրվում էր տաք էլեկտրականությամբ։ Ամեն ինչ ճիշտ էր, բայց թեթևության հետ մեկտեղ նրա կրծքավանդակում անհանգիստ սպասում էր. ինչ կլինի հետո։ Պատասխանը եկավ երեկոյան։ Նրա տան կողքին մեկ այլ մեքենա կանգ առավ, արծաթե սեդան։ Մեքենայից դուրս եկավ նույն թիկնապահը եւ քաղաքավարի կերպով բարևեց նրան։ Պարոն Վայլենկուրդը խնդրում է ձեզ գալ։ Նրանք ճանապարհորդեցին քաղաքից հեռու։ Անձրևը ցրվեց, տեղը զիջելով թանձր մառախուղին։ Երբ մեքենան կանգ առավ, Լառան տեսավ մի հսկայական առանձնատուն, ծեր, շրջապատված այգով, բարձր քարե ցանկապատով, պատուհանների լույսերը տաք էր ու խուլ։ Արմանդը նրան սպասում էր գրասենյակում։ Սենյակը լցված էր հին կաշվի, փայտի հոտով եւ այն ժամանակով, որը պարզապես չէր անցնում այստեղ։ Ծերունին նստած էր բուխարիի մոտ գտնվող բազկաթոռին, բայց այս անգամ նա հոգնած տեսք ուներ։ Կարծես վերջին օրը նրանից խլել էին շատ ավելին, քան մարմինը պատրաստ էր տալ։ Շնորհակալ եմ, որ եկել ես, Լառա, ասաց նա։ Ես պետք է քեզ ճշմարտությունը ասեմ, բոլոր ճշմարտությունները։ Լառան նստեց դիմացը, նրանց միջև լռությունը խիտ էր։ Ես պարզապես նախկին գործարար չեմ, ինչպես գրում են թերթերը, սկսեց ծերունին։ Ես պետական կառույցների հետ աշխատող կոնսորցիումի հիմնադիրն եմ, եւ ես պայքարում էի մարդկանց հետ, ովքեր երկար տարիներ ձգտում են օգտագործել այս երկրի ռեսուրսները անձնական հարստացման համար։ Դա սովորական է թվում, բայց ճշմարտությունը հազվադեպ է նուրբ։ Նա հենվեց իր աթոռին։ Երկար տարիներ ես փխրուն հավասարակշռություն էի պահպանում, բայց հիմա ես ծեր եմ, ես հիվանդ եմ, եւ իմ ազդեցությունը նվազում է։ Իմ մահից հետո կսկսվի քաոս։ Իմ գործընկերները, թշնամիները, նույնիսկ ընտանիքը։ Երեկ դու ինձ ցույց տվեցիր, որ մարդկությունը դեռ գոյություն ունի։ Այդ լավը չի սպառվել, եւ ես որոշեցի ամեն ինչ ավարտել իմ պայմաններով։ Լառան լսեց, սեղմելով ձեռքերը, բայց ինչ կարող եմ ես անել։ Նա զգուշությամբ ասաց. այստեղ եղիր, իմ վերջին օրերին, եւ տխուր ժպտաց. ինձ վստահելի մարդ է պետք։ Մի քանի փաստաթղթեր պետք է ներկայացվեն մեկ հիմնադրամին, մեկ հաշվետվություն մամուլին, մեկ նամակ աղջկաս, իսկ ես պետք է քեզ մի կարևոր բան ասեմ։ Նա նրան մի բարակ թղթապանակ տվեց։ Սա մուտք է դեպի հաշիվ։ Ես ուզում եմ, որ դու ապահովես քո եղբոր ապագան։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, այս միջոցները կփոխանցվեն քեզ։ Սա վերջին երախտագիտությունն է
քո արարքի համար։ Լարան բացեց թղթապանակը։ Կային փաստաթղթեր, թվեր, աներևակայելի թվով զրոներ, կնիքներ, նոտարական թղթեր։ Նա նայեց վեր, այնուհետև ասաց. «Ես չեմ կարող դա ընդունել»։ «Լարա», կամացուկ ասաց Արմանդը, «դու արդեն ընդունել ես դա, որովհետև նրանք ինձ օգնեցին, երբ ոչ ոք չօգնեց։ Արա իմ վերջին կամքը»։ Աղջկա մատները թեթևակի դողացին, բայց հայացքը ամուր էր։ «Բայց ինչու ես»։ կրկին հարցրեց։ «Ինչու ոչ ձեր իրավաբանները, ոչ ձեր երեխաները, ոչ ձեր ժողովուրդը»։ Ծերունին մի վայրկյան փակեց աչքերը, որովհետև ես նրանցից ոչ մեկին չեմ վստահում։ Լարան խորը շունչ քաշեց։ Նա զգաց, որ այդ պահին իր կյանքը վերջապես անցել է սահմանը, որտեղ հետդարձի ճանապարհ չկար։ «Ես կփորձեմ օգնել», վերջապես ասաց նա, «եթե իհարկե կարող եմ»։ «Դու կարող ես», պատասխանեց Արմանդը, «որովհետև դու մաքուր սիրտ ունես, և սա աշխարհի ամենաարժեքավոր ռեսուրսն է, որը կորցրել են շատ մարդիկ»։ Ծերունին դժվարությամբ ոտքի կանգնեց, մոտեցավ պատուհանին և հանկարծ հարցրեց. «Ինչու օգնեցիր ինձ»։ Աղջիկը մի պահ մտածեց և հետո անկեղծորեն պատասխանեց. «Որովհետև ես տեսա մի ծերունու, ով օգնության կարիք ուներ»։ Արմանդը կամաց ծիծաղեց. «Կարճ, բայց անկեղծ, դրա համար էլ հենց դու ես»։ Հաջորդ շաբաթները փորձություն էին։ Լարան մի քանի անգամ եկավ առանձնատուն, օգնեց թղթեր հավաքել, լսել հրահանգներ և պատմություններ, որոնք ավելի շատ նման էին խոստովանությունների։ Արմանդը խոսեց այն բաների մասին, որոնք ստիպեցին արյունը սառել՝ քաղաքական ճնշում, սպառնալիքներ, մարդկանց անհետացումներ, կաշառքի փորձեր։ Եվ այս ամենը աշխարհի մի մասն է, որի գոյությանը նախկինում նույնիսկ չէր էլ կասկածում աղջիկը։ Հաճախ, երբ նա գալիս էր, ծերունին արդեն նստած էր բազկաթոռին և հոգնած նայում էր կրակի մեջ։ «Սրանք վերջին օրերն են, Լարա», ասաց նա, «ես զգում եմ»։ Եվ մի առավոտ մի ծանոթ ձայն կանչեց նրան. «Լարա, պարոն Արմանդը ուզում է տեսնել ձեզ»։ Արմանդն ավելի թույլ էր, քան երբևէ։ Նրա շնչառությունը ծանր էր, աչքերը ձանձրալի, բայց գիտակցված։ Նա խնդրեց պահակներին հեռանալ, և նրանք մնացին մենակ։ «Լարա», շշնջաց նա, «մոտ արի»։ Լարան մոտեցավ։ «Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի։ Հաջորդը քո ժամանակն է։ Դու թղթապանակը կփոխանցես անձամբ իմ աղջկան, Դոյսե հիմնադրամին։ Զեկուցեք մամուլին։ Նրանք պետք է իմանան ճշմարտությունը, միայն այդպես ամեն ինչ ճիշտ կավարտվի»։ Նա նայեց նրան մի հայացքով, որն ավելի մեծ վստահություն էր, քան նրան երբևէ տվել էր։ «Շնորհակալություն»։ Լարան չկարողացավ զսպել արցունքները։ «Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել ես Լեոյի համար և ինձ համար»։ Նա ժպտաց, շատ փափուկ, և նա կամաց ասաց. «Հիմա աշխարհը քո ձեռքերում է»։ Նրա մատները թույլ էին, և հայացքը հանկարծ սառեց։ Եվ սենյակում լռությունն այնքան խիտ դարձավ, որ թվում էր, թե ժամանակը կանգ է առել։ Արմանդ Վայլենկուրդը մահացավ ձեռքը ձեռքի վրա դրած։ Հետո ամեն ինչ արագ եղավ։ Լարան կատարեց նրա կամքը։ Նա նամակն ու փաստաթղթերը հանձնեց ծերունու դստերը։ Երբ կարդաց, նա զեկույցը տարավ լրագրողներին, և 2 շաբաթ անց ամբողջ երկրում լուրեր հայտնեցին բացահայտված սխեմաների, անունների, կապերի, խարդախությունների մասին։
Արմանդ Վայլենկուրդի անունը կրկին վերնագրերում էր, բայց այժմ որպես այն անձի անունը, ով որոշել է ներսից ոչնչացնել իր սեփական կայսերական ստվերը։ Հետաքննությունները սկսվեցին, և շատ ազդեցիկ գործիչներ հեռացվեցին իրենց դիրքերից, պաշտոններից։ Լառան դարձավ ակամա հերոսուհի։ Նրա անունը ոչ մի տեղ չէր հիշատակվում, բայց այն, ինչ նա արեց, ցնցեց այն կառույցները, որոնք հավերժական էին թվում։ Երբ այս ամենը ավարտվեց, նա իր փոստարկղում սպիտակ ծրար գտավ։ Ուղարկողի անուն չկար, ներսում մի նամակ էր, որը գրված էր Արմանդի դողացող ձեռքով։ Դու հարցնում էիր, թե ինչու ես դարձել իմ պատմության մի մասը, որովհետև երբեմն մեկ մարդ բավական է քամու ուղղությունը փոխելու համար։ Հոգ տար քո և քո եղբոր մասին, և հիշիր, բարությունը երբեք պատահական չէ, և նա միշտ վերադառնում է։ Երկրորդ ներդիր թերթը քաղվածքն էր։ Գումարն այնքան մեծ էր, որ Լառան սկզբում մտածեց, թե սխալմունք է, բայց դա սխալ չէր։ Լեոյի ապագան ապահովված էր, իրենը նույնպես։ Անցել էր 3 ամիս, Լառան կրկին աշխատում էր այն նույն սրճարանում։ Կյանքը հոսում էր, մարդիկ շտապում էին, նորից անձրև էր թափվում, մեքենաները նորից սլանում էին գիշերային ջրափոսերի միջով։ Լառան երբեմն գալիս է այստեղ պարզապես սովորությունից դրդված, հերթափոխի վերջում սեղանները լվանալու, սուրճի մեքենայի աղմուկը լսելու և թաց փողոցի հոտը ներշնչելու համար։ Բայց սրճարանի անկյուններից մեկում, արդեն իր սեփական սրճարանի, այժմ կար մի փոքրիկ արծաթե շրջանակ, լուսանկարով, որում պատկերված էր փափուկ ժպիտով մի ծերունի, հին, բարակ վերարկուով, անձրևի տակ, կրծքին սեղմած ճամպրուկով, իսկ ճամպրուկը կոտրված անիվով։ Լառան այն այնտեղ էր փակցրել առանց բացատրության։ Լեոն մի անգամ նրան ասաց. «Նա կախարդի տեսք ունի»։ Լառան, թաքցնելով հուզմունքը ժպիտի ետևում, ասաց. «Նայեր»։ Եվ ամեն անգամ, երբ անձրևը սկսում էր թակել ապակին, Լառան հիշում էր բարի ծերունուն, ով փոխեց իր և իր եղբոր կյանքը, և մտածում, որ երբեմն մի փոքր լավ գործողություն փոխում է մի ամբողջ ճակատագիր։